1862 թվականին Աբրահամ Լինքոլնը ստորագրեց ստրկության չեղարկման հռչակագիրը, սակայն դե ֆակտո պահանջվեց շատ ավելի երկար, որպեսզի փաստացի վերանա ստրկությունը, պահանջվեց 30 ամիս եւ 19 օր։ Լուրը, որ բոլոր ստրուկները ազատ են, բավականին ուշ հասավ Տեխաս նահանգի Գալվեստոն քաղաքը, ավելի կոնկրետ 1865 թվականի հունիսի 19-ին։ Դա այն պատճառով էր, որ այն ժամանակ Ամերիկայում չկային հեռախոսներ, չկար փոստային համակարգ, որը արագ կարող էր աշխատել, եւ Գալվեստոնի ստրուկները իմացան, որ իրենք ազատ են, միայն երբ որ Գրեյնջերը, ամերիկյան բանակի գեներալը, եկավ զորքով եւ տեղեկացրեց մարդկանց, որ այլևս ստրկություն չկա։ Ստրկության չեղարկման օրը փաստացի դարավ տոն միայն 2021 թվականին, երբ Ջո Բայդենը ստորագրեց համապատասխան օրենքը եւ դարձրեց այն դաշնային տոն։ Ի տարբերություն այլ դաշնային տոների, հունիսի 19-ը նաև տոն է ֆինանսական աշխարհի համար, քանի որ չեն աշխատում նաև ամերիկյան բորսաները, մասնավորապես Նյու Յորքի բորսան, NYSE եւ Nasdaq-ը։ Եթե ցանկանում եք լինել ել ավելի տեղեկացված ամերիկյան ֆոնդային բորսայի վերաբերյալ, ուրախ կլինենք, որպեսզի հետևեք մեզ մեր Instagram-ում եւ մեր YouTube-յան ալիքում։